Բարև ձեզ պարոն Դանիելյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին, մի քանի թեմաների հետ կապված ձեր գնահատականը լսենք եւ այսպես դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է, գիտեք, հեծը խլելու գործընթացի մեջ է նաեւ, Տաշիր գրուպի պատկանող մի քանի ընկերությունները նաեւ հակում են, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնեն գործնական փուլ, գրել է 1 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը։ Կխնդրեմ Սամվել Կարապետյանի դեմ արշավը եւ այս իրողություններին ձեր գնահատականը տակ։ Դե այս ընթացքում շատ է խոսվել այս ապօրինի գործընթացի մասին, որը որ գիտեք, որ ինչից հետո հաջորդեց, իր հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրություններից հետո ազգային ժողովի դահլիճից ուղղված իրավապահ համակարգին սկսվեց բռնաճնշումների հուժկու մի ալիք եւ անմիջապես դրանից հետո հաջորդվեց ձերբակալությունը, կալանավորումը, այնուհետև տեղափոխվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ, հետո այդ հանձնարարությունների շարքը շարունակվեց Տաշիր ընկերությունների նկատմամբ, այս էլի աննախադեպ այս հարձակումը որ կա, սննդի անվտանգության ծառայությունը, գիտեք որ սկսեց ստուգումները Տաշիր ընկերությունում, Տաշիր պիցայում սկսվեց ստուգումները, իբր այնտեղ խնդիրներ էին հայտնաբերել, փակվեցին այդ ուրեմն ցանցերի մի զգալի մասը, հիմա էլ արդեն գիտեք որ հայտարարությունները արվել հեծի հետ կապված, հեծը ուրեմն պետականացնելու, խլելու գործընթացի, պետական ռեկետի մասին է խոսում եւ սա հետևանքների մասին եմ ուզում խոսեմ, արդեն Նիկոլ Փաշինյանի խունտայի վարած քաղաքականությունը մեր համար նորություն չէ, իր բռնապետական ռեժիմը գիտենք, որ ոչ մի կարմիր գծեր չունի եւ ամեն վարքյան կրկնում եմ հցուցումներից հետո ինքը կարող է ցանկացած մարդու նկատմամբ քրեական հետապնդում սկսել, բայց ես ուզում եմ հարցի մի այլ կողմի մասին խոսել, տեսեք, ինչ է նշանակում հեծը խլել, դա ազդելու է ներդրումային միջավայրի վրա, այն բոլոր ընկերությունները, որ Հայաստանում ներդրումներ ունեն, նաև իմ հասած տեղեկությունների համաձայն այդ մարդիկ ակտիվ կապիտալը երկրից հանում են, սա լրջագույն խնդիրների առջև է կանգնացնելու Հայաստանը, հիշեցնեմ, որ տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել հենց Տաշիր գրուպը, տարբեր ոլորտներում ներդրումներ արել, դա եւ ուրեմն առևտրի ցանցերի տեսքով է եւ արտադրությունների տեսքով է եւ տարբեր ձեռնարկությունների տեսքով է հիմա եթե Աստված մի արածե այս ամեն ինչը շարունակվի, ապա հազարավոր աշխատատեղերի կրճատում է տեղի ունենալու այն մարդիկ, որոնք որ մինչև էտել թեպետ ներդրումներով չէր փայլում այս մեր երկիրը, որ ներդրումները բավականին քիչ էին, հիմա առհասարակ ներդրումներ չեն արվելու եւ ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ եթե անգամ փորձ արվի հեծը խլելու, սա ուրեմն եվրոպական դատարաններում այս ամեն ինչը չեղարկվելու է եւ պետությունը միլիոնավոր դոլարների փոխհատուցում է տալու հաստված վնասի հեղինակության եւ հայց ներկայացվի, որ իր բնականon կենսագործունեությունը հաթարվել է, այս ամեն ինչի համար սա էլի մեր հարկատուների քթից է դուրս գալու, Նիկոլ Փաշինյանի ջեբից չի դուրս գալու, դա ուրեմն սրա համար մեր պետությունը դասվելու է այն երկրների շարքում, որտեղ որ թալանապետական ռեկետը, հովանավորչությունը եւ ներդրումային միջավայրը հասնում է այդ պիկին այս առումով սա բավականին վտանգավոր է, հիշեցնեմ, որ նաև ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ուրեմն հետ կատարվածի առնչությամբ նաև բազմաթիվ Ռուսաստանաբնակ մեր գործարարներ իրենց դիրքորոշումը հայտնել են եւ կրկնում եմ, սա ծանրագույն մարտահրավերների առջև է կանգնացնելու մեր պետությունը եւ նաեւ սրա մասին բազմաթիվ վերլուծաբաններ, տնտեսագետներ գուժում են, որ այն ամեն ինչ որ կատարվում է, սա որևէ մի առնչություն չունի իրավական երկրի իրավական պետության հետ
այս գործը ի սկզբանե ձախողվելու է։ Նաև հիշեցնեմ մեր հայրենակիցներին, որ մեր պետական պարտքը արդեն 13 միլիարդը հատել է, 7 միլիարդով ավելացրել է պետական պարտքը, վերջերս նաև եվրոբոնդերով 700 միլիոն դոլար նորից էլի պետությունը էլի պարտք վերցրեց եվրոբոնդերի տեսքով եւ այս ծանրագույն իրավիճակում, երբ որ գահավիժում է գյուղատնտեսությունը, տնտեսական վատ ցուցանիշներ ունենք, բյուջեն դատարկ է, պետական տերոր ու ռեկետ է սկսվել, այս պայմաններում մարդը լրացուցիչ էլի հարված է հասնում մեր տնտեսությանը։ Այսինքն նպատակ ունի քայքայել, կազմաքանդել, լուծարել ուրեմն Հայաստանում գործող այն տնտեսվարողներին, որոնք որ հսկայական ուրեմն հարկեր են վճարում։ Նաև հարցի հաջորդ կողմը կա, որ գիտեք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը այցա կատարել Թուրքիա եւ այդ այցի հետ կապված մեծ Թուրանի ծրագրի մաս կազմելու հայտ աներկայացրել Հայաստանը, համարելով, որ մեծ Թուրանի մասը կարա դառնա։ Հիշեցնեմ, որ մեծ Թուրանը ինչ է Իրանից ներկայացնում, Բոսֆոր Դարդանելի նեղուցից մինչև Ալթայի երկրամաս ստեղծել նեո-օսմանական մի պետություն, որը որ իր մեջ կներառի միջինասիական երկրները, Անդրկովկասը, հասնելով միջև Ույգուրներ, Չինաստան, այդ մեծ Թուրանի գաղափարի ջատագովնա Նիկոլ Փաշինյանը, նաև իր խմբագիր եղած ժամանակ նաև հայտնի է այն հոդվածը, որ իր թերթում տպագրվել էր, որ չպետք է ճուզողություն անենք եւ թույլ տանք, որ այդ երկրները իրար հետ կապ հաստատեն, այսինքն մեծ Թուրանի մասին դեռևս շատ վաղուց է խոսացվել դրա մասին։ Այս ամեն ինչի համար եմ ուզում ասել այն կոնտեքստով, որ այս ամեն ինչը նաև կապված է դրա հետ, որ մեր ուրեմն այն կարևոր տնտեսական օղակները, որ կա, որը մեզ համար ազգային անվտանգության հարց է, հնարավոր է, որ նաև թուրքական, ադրբեջանական ընկերությունների բաժին դառնա։ Սրա մասին մի քանի անգամ ես ասել եմ, օգտվելով առիթից նորից էլի այս տաղավարից ուզում եմ ասել, որ հայտնի այն ԿՊԱ-ականների այն խոսքը, որ գիտեք ինչ կա, մենք եթե ուրեմն ռուսական այդ ուղղությունը, այսինքն Լարսի հետ կապված այդ խնդիրներն ու այդ խնդիրները, որ կա, մեզ հետաքրքիր չեն, եւ եթե հարկ լինի, մենք ուրեմն գազներ, էլեկտրոէներգիաներ, մյուս կենսական նշանակություն ունեցող ուրեմն մեզ համար կենսական նշանակություն ունեցող թե ապրանքները, թե ռեսուրսները կօգտագործենք թուրքական եւ ադրբեջանական եւ գազի մասին է խոսք եղել եւ հոսանքի մասին է խոսք եղել, այսինքն ես ունեմ ենթադրություններ, որ սա նաեւ արվում է նրա համար, որ այս ընկերությունները դարձնեն թուրքական ընկերություններ։ Այն այցի շրջանակներում, որը որ ունեցավ վերջին իր այցի շրջանակներում, այդ մեր մտավախություններն ու մտահոգությունները ավելի քան հաստատվեցին եւ սա ի վերջո լրջագույն մի խնդիր է մեր բոլորիս համար եւ մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե խնդիրը վերաբերվում է նրան, որ այս կամ այն ընկերությունը ինչ որ խնդիրներ ունի, այլ Նիկոլ Փաշինյանի հետ ով որ խնդիր ունի, դա ուրեմն կարող է ուրեմն շատ դառը եւ ծանր հետևանքներ ունենալ կոնկրետ գործարարի համար, կոնկրետ ուրեմն արտադրողի համար։ Հիմա էլ գիտենք, որ այս ընթացքում կապված վերին Լարսի անցակետի խնդիրն է եւ վրացական կողմի հետ մեր գյուղմթերքը շատ դժվարությամբ, շատ այսպես ասած, շատ թողունակությունը շատ քիչ է եւ մեր հայրենակիցները արդեն ամիսներ շարունակ իրենց բեռնափոխադրումները չեն կարողանում կատարել, կոնյակ արտադրողներն են խնդրի առջև կանգնած, ծիրան արտահանողներն են խնդրի առջև կանգնած, գյուղմթերք արտահանողներն են առհասարակ խնդրի առջև կանգնած, այսինքն սա բերելու է իր հետ տնտեսական լուրջ խնդիրների, լուրջ խնդիրների եւ մեր տնտեսությունը կազմաքանդելու Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը ի վերջո հանգեցնելու է նրան, որ մենք ունենալու ենք, նորից եմ կրկնում, լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Ես ուզում եմ ձեր տեսակետը լսել, երեք տեսակ
բռնել է անձանց, ովքեր գողացված ադամանդ են նատակարարել Հայաստան, Խաչատուր Սարգսյանի պատկանող ընկերությանը։ Սա ասում են առաջինը, որ ասում են ծաղիկներն են, պատասխանը Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող այս անձանց արշավի, ես մասով ինչ կարող եք ասել։ Դե գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը նաև օգտվում է ռուս-ուկրաինական ճգնաժամից եւ գաղտնիք չէ, որ Հայաստանի ռեէքսպորտի հաշվին գումարներ էր մտնում բյուջե, այսինքն վերարտահանումը Հայաստանի Հանրապետության բյուջեի զգալի մասն էր կազմում, դա մեքենաների տեսքով էր, դա այլ ապրանքների տեսքով էր, որը որ Հայաստան մտնում եւ դուրս էր գալիս։ Այդ բոլորը կամաց ուրեմն քչանում են, հասել են պատմական մինիմումի են հասել այդ թվերը եւ հիմա էլ գիտեք, որ նաեւ սրանից առաջ էլ քննարկվում էր ոսկու հետ կապված խնդիրը, որ Հայաստանի Հանրապետությունով այդ ոսկին մտնում էր ռուսական ոսկին եւ թանկարժեք քարերը մտնում էին եւ այնուհետեւ այլ երկրների արտահանվում։ Հիմա երեք ուրեմն մենք ականատեսը եղանք FSB-ի հայտարարության, որ ուրեմն Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել են մարդիկ, որոնք որ կատարել են այդ գողությունը եւ դա այդ միած սխեմայագործել եւ այն ընկերությունը, որը փոխկապակցված է, դրա հետ ըստ այդ հայտարարության, այդ ընկերությունը ուրեմն այդ ընկերությունում նաև մասնաբաժին ունի, եթե չեմ սխալվում, նաև մասնակցություն ունի հայտնի գործարարի ուրեմն ընկերությունն է, որ իր հետ փոխկապակցված է։ Սա ճիշտ եք ասում, որ Ռուսաստանի Դաշնությունը արդեն փափուկ ուժի քաղաքականություն է սկսել վարել, կարծես թե եւ շատ առաջիկայում շատ ուրեմն այսպիսի դեպքերի ականատեսը կլինենք, երբ որ կոռուպցիոն սխեմաներ կբացահայտվեն եւ այդ կոռուպցիոն սխեմաները կտանեն մինչեւ իշխանական բուրգի ամենավերևի օղակները։ Իրենք պետք է իմանան, որ այն ապօրինությունները, այն կոռուպցիոն սխեմաները, որ աշխատել է Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո այդ սխեմաները բացահայտվելու է եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու, այն միլիարդավոր դրամները, որոնք որ չեն մտել մեր բյուջե եւ մսխվել են, այն միլիարդավոր դոլարները, որոնք որ տարբեր ատկատների միջոցով, տարբեր ուրեմն կոռուպցիոն սխեմաների միջոցով իրենց փոխկապակցված ընկերությունների միջոցով լվացվել են այդ փողերը, ի վերջո դրա պատասխանատվությունը ամբողջությամբ իշխանության ուսերի վրա է եւ իրենք տեսանք այս կարճ ժամանակամիջոցում հերոստացույց, փոշեկուլ, այլ կենցաղային տեխնիկա ապարիկով առնող մարդիկ հիմա ինչ հսկայական միլիարդավոր դրամների ունեցվածք են հետ գցել եւ ինչքան են օր-օրի վրա իրենց բիզնեսները ծաղկում, օր-օրի վրա ինչքան են իրենք ուրեմն հարստանում եւ ինչքան են հարստահարում, նաեւ ես ուզում եմ նշել նաեւ մեկ անձից գնումների այս խայտարակ թվերը, նաեւ դրա մասին խոսում են տարբեր ուրեմն իրավապաշտպան կազմակերպություններ, դրսում գտնվող ուրեմն բաներ, կազմակերպություններ, որոնք որ ասում են, որ Հայաստանը այդ ցուցանիշով, մեկ անձից գնումների ցուցանիշով աշխարհում առաջին տեղերից է։ Սա խոսում է նրա մասին, որ իշխանական, կրկնում եմ, բուրգի ամենավերին օղակներում կա հստակ, այսպես ասած, նալատ կարած, հստակ ուրեմն այդ ուղին գծած կոռուպցիոն համակարգի, թալան, կողոպուտ, սխեմաններ, ուրեմն եւ դա ավելի քան ակնհայտ է։ Ես կարծում եմ առաջիկայում նոր անուններ, հնչեղ անուններ կհնչեն, որտեղ որ իրենք անմիջական մասնակցություն ունեն։ Սամվել Կարապետյանի դեպի դեպի կապված է ասես։ Ես կարծում եմ, որ որոշակի առնչություն ունի նաև Սամվել Կարապետյանի գործի հետ, բայց պիտի նշեմ, որ նաև Հայաստանի Հանրապետությունը իր հարաբերությունները վատացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հետ, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ հարց չեն կարողանում լուծել, ամենատարրական խնդիրներից վերցրած միջև ամենագլոբալ հարցերը Վրաստանի իշխանության հետ ունեն լրջագույն խնդիրներ եւ իր միակ ապավենը, հույսը, հավատը, հենասյունը, հենարանը մնում է ուրեմն Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ինքնիշխանության անվան տակ, քողի տակ իբր ինքնիշխան երկիր է, գիտեք որ իր նաեւ վերջին հայտարարությունները ազգակործան ինչ հայտարարություններ արեց, ասելով որ մենք կորցրեցինք
մենք գտանք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, մենք տալով Արցախը, նվիրաբերելով Արցախը, զոհասեղանին դնելով տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների կյանքեր, էթնիկ զտման ցեղասպանության ենթարկելով նրանց, հայրենազրկելով, ունեզրկելով այդ մարդկանց ընդհանրապես իրենց հաքի շորերով հայտնվելով, մազապուրց հայտնվելով իրենց հայրենիքում, ուրեմն այս ամեն ինչը մի կողմ դրած որևէ մի բան ըստ իրեն տեղի չի ունեցել, հակառակը այս ամեն ինչի ֆոնին Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել սուվերենություն, այսինքն Հայաստանի սուվերենությանը խանգարում էր Արցախը, Արցախն էր խանգարում այս մարդկանց, Արցախը այս մարդկանց կոկորդին կանգնած էր եւ պետք էր Արցախը հանձնել, տար, նվիրաբերել այդքան մարդկանց հազարավոր կյանքերի արդյունքում ուրեմն ձեռք բերված այդ մեր աչքի լույսը Արցախը, որը որ մեր համար հպարտության սիմվոլ էր, մեր համար հաղթանակների սիմվոլ էր, մեր համար վահան էր, մեր համար անբացատրելի, աննկարագրելի մի ոգևորության եւ ոգեշնչման աղբյուր էր, այս մարդը ասում է ինքնախոստովանական ցուցմունք է տալիս։ Ասում է մենք ենք տվել Արցախը, լավ ենք արել որ տվել ենք Արցախը, լավ ենք արել են տարածքները որ տվել ենք, Ջերմուկը տվել ենք, Սյունիքից տվել ենք, Գեղարքունիքից տվել ենք, Տավուշից տվել ենք, լավ ենք արել, դա է մեր սուվերենությունը։ Այդ փշալարն է մեր սուվերենությունը, այն որ հիմա ներքին հանդում, խոսնավարում, խնածախում, կրակում են, այդ է սուվերենությունը։ Որն է սուվերենությունը։ Այն է սուվերենությունը, որ դու թուրանական ծրագրի մի մաս ես կազմելու։ Երեկ էլ Ադրբեջանի կողմից հերթական հայտարարությունները հնչեցին նրա մասին, որ 300,000 ադրբեջանցիները պետք է անհապաղ բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է սրա ծրագիրը։ Բերել ադրբեջանցիներով թուրքերով բնակեցնել ես երկիրը, հային է սարքել դերձորի ճանապարհի։ Էտա, սրա ծրագիրը էտա։ Այս մարդը էտա ուզում։ Հայաստանում պետք է ապրեն թուրքերն ու ադրբեջանցիները։ Եվ իրենց սպասարկող այս անձնակազմը, խունտա է անձնակազմը։ Սրա մասին բացահայտ արդեն ասվում է։ Էլ չեմ խոսում սահմանադրության, անկախության հռչակագրի, պետական ինստիտուտների կազմաքանդման, ազգային բարերարների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու։ Գիտեք որ այդ կեղծ մեղադրանքներով բազմաթիվ մեր արժանապատիվ հայորդիներ, որ Թուրքում հսկայական աշխատանք են տանում, չեն կարողանում Հայաստանի Հանրապետություն գալ։ Տեսեք ինչ է ասում այս պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունները։ Ասում են մեր հզորությունը, մեր պատվարը, դա մեր սփյուռքն է, հզոր հրեական լոբբին։ Ինչ արեցին Հայաստանի այն բոլոր լոբիստական կազմակերպությունների հետ, որոնք որ այս տարիների ընթացքում ակտիվ գործունեություն էին ծավալում։ Հիմա էլ ասում ենք մեր հայրենակիցների նկատմամբ որևէ պարտականություն չունենք։ Ասում Ուրուգվայում ապրող հայ նկատմամբ ինչ պարտականություն ունենք։ Այս կամ այն երկրում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ինչ պարտականություններ ունենք։ Բա որ մեր նորանկախ պատմության մեջ այդ մարդիկ էլ ներդրում էին անում Հայաստանի Հանրապետությունում, էլ բարեգործական ծրագրեր էին անում Հայաստանի Հանրապետությունում, այդ ցուրտ ու մութ տարիների միլիոնավոր դոլարները, որ ուղարկում էին, որ այս հայրենակիցները սովամահ չլինեն, այն հսկայական աշխատանքները արում են տարբեր երկրներում, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգ լիներ այս տարիների ընթացքում։ Դուք առաջին գործը այդ արեցիք։ Հայաստան, Արցախ, Սփյուռք, երամիաստությունը ջարդեցիք։ Էսա ձեր ծրագրի մի մասը։ Հիմա գնացել ես Թուրքիայում գլուխ ես գովում արա։ Գլուխ ես գովում, որ Սփյուռքը մեզ համար նշանակություն չունի, մենք նրանց հետ կապ չունենք։ Այո։ Ուզում ես հաշվետվություն ես տալի, ոնց ես քանդել Սփյուռքը, ոնց ես քանդել եկեղեցին։ Ոնց ես նվիրաբերել Արցախը, ստորաբարն են գաբար, տվեցիք Արցախը, ինչը չես քանդել,
Հիմա էլ ներսում որ դրա մասին խոսում է, որ կանգնելու է եկեղեցու կողքին, կանգնելու է իր արմատների կողքին, իր արժանապատվության կողքին, իր հայ տեսակը պահելու կողքին դուք այդ մարդկանց տանում եք քրեակատարողական հիմնարկներում նստեցնում եք, այդ բանտերում ու բերդերում դուք եք նստելու, եւ բոլորին արժանապատիվ հայորդիները, որոնք որ դուրս են գալու պայքարի, ձեզ վռնդելու են այդ աթոռից։ Դուք Հայաստանի շահերը չեք ներկայացնում։ Հիմա էլ եկել այստեղ հոխորտում ես։ Բակերակի դու կառուցողական Ալիևիդ մոտ հոխորտ է, որ սուրճ ես դնում դրա դեմը։ Բայց Էրդողանի հոգին փառավորվում էր, ասեց, Էնվերի Թայլատի հոգին փառավորվեց Բաքվի շքերթի ժամանակ, որ մեր երեխաների արյունը տեսնում էին։ Ուրախանում են, ցնծում են, որ այդքան հայ են կոտորել։ Գնացել եք ուրախ ժպիտներով, մի ձեզնից գոհ, իբր թե բան եք արել էլի, մի հայանպաստ գործ եք արել։ Գնացել եք հաշվետվություն եք տվել ոնց եք քանդել երկիրը եւ հետագա կործանարար ընթացքի համար հերթական ցուցումներն եք ստացել։ Էդ եք դուք։ Եվ մեր ժողովրդի աչքը պիտի բացվի, հերիքաբոլ եղավ։ Այս տակակների ծրագրերը պաշտպանողներ, ձեզ եմ դիմում։ Ուշքի եկեք։ Հայաստանի Հանրապետության մնացած հատվածն է զոհասեղանին դրել։ Կրկնում եմ, մի բուռ ազգին էլա գաղթական սարքելու։ Հիմա էլ բանա։ Դարձել եք ինչ որ ազգային արժեքներ կրող դուք, հա։ Ձեր մեջ ազգային այսքան մի գրամ անգամ բան չկա։ Ամեն առավոտ մեր ժողովուրդը արտանում է հերթական ցնդաբանությունները լսելով, Facebook-յան հերթական ախմախ անկապ հայտարարություններ լսելով։ Դրել էր այսօր էլի նորից պետք է հստակ արտահայտեք ձեր տեսակետը, վեհարանը վեհի։ Դուք էլ եք Ես իրականացում, զադային դրած պատասխաններ այդ հազարավոր մարդու հավաքվել էին։ Տասնյակ հազարավոր մեր հայորդիներ հավատացյալ մեր հայորդիներ խոնարհումս եւ գնահատականս բոլոր այն մարդկանց, որոնք որ այդ օրը եկել, սատարել եւ իրենք էլ տեսան ինչ է կատարվել։ Եվ դրանից տասնյակ հարյուրապատիկ ավելի շատ մարդիկ են գալու, ի սատարումն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ի աջակցություն այդ եկեղեցու։ Անկամ Պոլսո պատրիարք չէր։ Սահակ Սրբազանը չէր գնացել իր հետ հանդիպան եւ հստակ իր նաեւ սատարումն ու աջակցությունը հայտնեց վեհապարտ Տիրոջը։ Դուք պատկերացնում եք։ Սա ինչ վիճակի մեջ է։ Փաշիզադեին բացատրություն բան արիք, չէ՞, գնացիք Փաշիզադեին բանը մեսիջներ ուղարկեցիք, չէ՞։ Ասեցիք, որ ձեր հանձնարարությունները, ձեր հրահանգները հստակ կատարվում են Հայաստանի Հանրապետությունում։ Ես կրկնում եմ, սինխրոն տեսեք Փաշիզադեի, Ալաշուկուր Փաշիզադեի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Մեկը մեկին նման իրար։ Մեկը մեկին փող լրացնող։ Մեկը մեկին հայակործան։ Եվ շարունակում են պնդել, որ Հայաստանի ուրեմն օրերը հաշված են։ Հենց հիմա տեղեկություն եկավ Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողականից տեղափոխել են ԱԱՑ պատվալ։ Դե տարել են ԱԱՑ-ը, որ ընդհանրապես մարդու կապը չլինի, էլի արտաքին աշխարհի հետ կապը չլինի։ Գիտեք, որ ինչ ցնծությամբ էին ընդունել Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորները, Սամվել Կարապետյանի շատ ջերմ ընդունելության են արժանացրել, իմ տեղեկություններով տարբեր այդ կամերներից իրենց աջակցություն են հայտնել,
ուրեմն իրենց վանկարկումներով եւ իրենց աջակցությունը հայտնելով Սամվել Կարապետյան։ Սա հերթական նորից էլի խոսում է նրա մասին էլի, որ Նիկոլ Փաշինյանը նորից էլի SMS հաղորդագրություն աղարկել, այս անգամ արդեն երևի դուրը չի եկել, որ մարդը նաև այնտեղ այդ կալանավորների խնդիրներով է զբաղվել, գիտեք, որ նաև իրավաբանների մի խումբ է ստեղծվել, որը որ կալանավորների շահերը կպաշտպաներ եւ Նիկոլ Փաշինյանին պետքա որ Այո, որովհետեւ շատ ջերմ աջակցություն է ստացել եւ էլի խելագարվել է, էլի մարդը խելագարվել է նորից էլի այս խախր ինչքան կարելի է, ինչքան օրենք կարելի է խախտել, ինչքան կարելի է թքած ունենալ այս ամեն ինչի վրա։ Ես ապշել կարելի է, էլի, այսինքն դու ինչ պատճառով ես օրինակ տանում մարդուն ԱԱԾ մեկուսարան։ Բայց քրեակատարողական հիմնարկ էր տա։ Վախենում էր, որ կարող անդեմբոստություն սկսի։ Վախենում էր, որ այդ մարդը այնքան հեղինակություն ունի, որ այնտեղ մեծ սիրով ու մեծ ջերմությամբ են ընդունել այդ մարդուն։ Չասեմ։ Տեսեք, երեք կինը գրեց, որ առաջիկան իրենց վերջին Երևանում դասախոսությունն է պատրաստում, այդ կրթվելը նորաձև է գիտեք բանը։ Միջից նաև բոլոր նրանց, ովքեր քննադատում են այդ կրթվելը նորաձև Ես մի բան ասեմ, էլի։ Անվանել է տխմար եք, էլի, որ չեք հասկանում։ Հա։ Դրա նպատակը եւ գնում է, հեռանում է նախապետը, գնում է ուսման նպատակով, բայց սա նաև յուրօրինակ փախչի միջոց է, այս մասով ձեր տեսակ է։ Ուրեմն հայ ժողովրդին տխմար ասողը ինքը մեծագույն տխմարագույն անձնավորությունն է։ Դավաճան, անհայրենիք, ապազգային։ Դուք ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում, որ մի ազգի տխմար եք կոչում։ Այդ տխմարների հավաքածու, այ ոչ մի բաններ։ Ամբարտավան։ Ով եք դարել դուք, որ մի ազգի նման որակումներ տաք։ Ուրեմն մեր ժողովուրդը գնա, այդքան հարկ ու տուրքը վճարի, այդքան դարը դատի, բերի ձեզ կոպեկ մուծի, որ դուք չակերտավոր կրթվել է նորաձև շրջանակներով, միլիոնավոր դրամներ մսխեք, պետության բյուջեի հաշվին ձեր գովազդ անեք, ստիպողաբար էլ բերեք, նստեցնեք ընդ պետական աշխատողներին, տխմարը դուք եք, որ տխմարություններն անում եք, մարդկանց ստիպողաբար բերելով, նստեցնելով ձեր կեղծ այդ շոուները նայելով, մարդը չի կարում ցիտի ձեր են խոսքերը, որ դուք գրում եք ձեր Facebook-յան էջում։ Այս իրավիճակում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, գիտեք, որ Մերձավոր Արևելքում երրում է, ինչա կատարվում Վրաստանում, մեր հայրենակիցների հետ, ինչա կատարվում, ուրեմն Վերին Լարսի անցակետում, եւ այս պայմաններում, երբ որ տնտեսական լուրջ ճգնաժամ է, թշնամին այնտեղ հոխորտում է, մեր գյուղերի վրա ամեն վարկյան ամեն րոպե կրակում են, այս ով եք դուք արա։ Ձերը հեծանիվ քշելն է, ու ամբաղ-զամբաղ խոսալն է։ Ուրիշ լուրջ բան, երբ եք արել։ Վերջի անգամ լուրջ մի բան երբ եք արել, գիշեք։ Իրանց այդ պարզը ամեն ինչ, մեր ժողովրդին եմ ես հարցերը տալիս ռետորական։ Երբ Անդրանելյան ձեր մեքենայի հետ կապված, հա, ջարդել էին, ինչ զարգացումներ կան այս մասով, խնդրեմ։ Գիտեք, որ ամիսներ առաջ իմ մյուս մեքենան այրելու փորձ է կատարվել, ուրեմն ջարդվել եւ այրելու փորձ է կատարել այդ մեքենան, մի քանի անգամ այդ մյուս մեքենան թալանվել է, մի քանի օր առաջ էլ հայտնի այդ դեպքը տեղի ունեցավ, երբ որ
նորից էլի ապակիները ջարդվեցին, մտել էին մեքենայի մեջ, ներսը ինչ որ բաներ են փնտրել, հիշեցնեմ, որ սրա մասին ասել եմ, բայց նաև ձեր տաղավարից ասեմ, որ բավականին թանկարժեք հեռախոսը ձեռք չեն տվել, այսինքն ձեռագիրը պարզ է եւ քննություն ա գնում, ես այս պահին զերծ եմ մնում գնահատականներ տալուց, քննության ընթացքի մասին, մինչ այս պահը ինձ որևէ մի մանրամասն ինֆորմացիա չեն հայտնել, չեն ասել, այն նախկին այրման փորձի հետ կատարված էլ ընթացքից նորից էլի նորություն չկա, էլի որևէ մի խոսք չկա դրա մասին, նաև հիշեցնեմ ձեզ, որ մի քանի ամիս էլ առաջ արգելակների հետ կապված խնդիրեր եղել, էդ էլ չի պարզ ինչ ա եղել, այսինքն ինձ համար ավելի քան պարզ է ինչ ա կատարվում, բայց ասեմ, որ այս ճղճիմ քայլերը, որ կատարվում են, ինձ որևէ մի կերպ հետ չեն պահելու այն ուղուց, որը այս վերջին տարիների ընթացքում ես գնում եմ։ Թող մեկի մտքով անգամ չանցնի, որ ես ինչ-որ բան կանեմ, հետ կկանգնեմ, ինչ-որ կվախենամ քննադատելուց, կվախենամ ձեր դեմ դուրս գալուց, գիտեք, ես վերջին շրջանում էլ նաև մեր տասնյակ ընկերների տարել էին ուրեմն ոստիկանական բաժանմունքներ, բացատրական աշխատանքներ տանելով, ինչ-որ բաներ զգուշացնելով, նաև իմ հարցով, չարաչար սխալվում եք, ես և իմ ընկերները հետ քայլ չենք անելու, բացառված է, որովհետև մենք սիրում ենք մեր երկիրը, մեր հող ու ջրին, կպած ենք, կարճած ենք, մենք պայքարելու ենք, որ թուրք-ադրբեջանական ծրագրերը չիրականացվեն, ու ավելին, ինչքան որ տես ճղճին բաներ անեք, այնքան մեր համառությունը, այնքան մեր հետևողականությունը ավելին ա լինելու, անհամաչափ ավելին ա լինելու, որևէ մեկին կրկնում եմ չթվա, թե նման արարքով կփորձեն ինչ-որ բաներ հասկացնել, այս ընթացքում շատ են փորձել, իդեպ նաև մեքենայի հետ կապված, են հայտնի ուազ մեքենայի հետ կապված, վրա երթին, որ էլի միջև հիմա գործը տեղից չի շարժում, երկրապահի բանը, նշանը վրեն, բան էր անում, ցույցեր էին ցրում մարդիկ։ Ինչ են ցրում, մեքենայից թռնում են, բախի մեքեն, բայց միջև այդ մեքենան մխրճվել էր, չէ՞։ Մարդկանց վրա, որ վրացվածքներ էինք ստացել։ Որևէ մի բան չկա, որևէ մի խոսք չկա, որևէ մի մեղավոր չի կանգնել, բայց որ Սամվել Կարապետյանի իր աջակցությունն է հայտնել հայրաքելական Սուրբ եկեղեցուն, այդ մարդու հիմի քրեակատարողական հիմնարկումը հիմա էլ քիչ առաջ էլ լսեցինք, որ տարել է ԱԱԾ։ Էսա երկրի ոչ թե հակառակ կողմը, էսա երկրի իրական կողմը։ Էսա դեմոկրատիայի ժողովրդավարության բաստիոն կոչվածը։ Երբ որ մարդ իր խոսքի համար, իր հայրենասիրության համար պետք է դատվի։ Հայրենիքը սիրելու համար, հայրենիքին նվիրված լինելու համար մի հատ քրեական հոդվածում ավելացրեք։ Այն մարդը, որը որ հայրենիքը սիրում է, այն մարդը, որը կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքը, որը դեմ է մեզ, պետք է այդ մարդը անպայման դատվի։ Մի հատ օրենք էսա կավելացնեք։ Կավելացրեք, այդ տենց ավելի հեշտ կլինի։ Տենց ավելի մասսայական ձերբակալություններ, ռեպրեսիաներ կանեք։ ԿՊԱ-ականներն էլ բան են անում, ասում մեր մոտ ցուցակ կա, ասում բանա։ Եկեղեցունը մի քիչ առաջ են գցել։ Այդ տխմարներ, այդ շեղվածներ։ Ձեզ թվում է ձեր ցուցակներից վախեցող կա։ Կամ ինչ ցուցակ եք կազմել։ Հիմի դատախազնել եք դուք, դատավորնել եք դուք, քննչականնել եք դուք, մարդու իրավունքների պաշտպանել եք դուք։ Պարզ ասում են, որ մենք հանցագործներ ենք։ Մենք ենք որոշում, ում ինչքան հոդված տան, ում կալանավորեն, ում ձերբակալեն։ Այս մարդիկ ինքնախոստովանական ցուցմունք են տալիս։